կարը շկա, ծախել եմ, ավտոս է, պատիրս է, հետ է, տղոս պրկիր վայեկով ջան։ Դրածուն աղբեր ամեն շտարդերն են, գրենք մի բանցարտակ ազատ ենք վանետից։ Զինվորականների առաջնորդների հիմա ականատես ունենք մի ուրիշ տեսարանի, որտեղ զինվորական պաշտոնյան նման իրավիճակում այլ կերպ է վարվում։ Մտեք։ Հայկոմ ջան, մի բան արդ, տղեզ մինու ճարա, մի տարեք բանը, կարի, շկա, ծախել եմ, ավտոս է, պատիրս է, հետ է, տղոս պրկիր վայեկով ջան։ Վահիր այդ գումարը կծախսես երբ որդիդ բանակից տուն գա, իմ որդու ծառավել չի, եթե բոլորը քեզ նման մտածեն, ով է պաշտպանելու մեր երկիրը։ Չեք կարծում, ում արարքն է որ չունենի, ինչ կլիներ, եթե բոլորը վարվեին առաջին զինվորական պաշտոնյայի նման։ Մենք կարող ենք զրկանակ ունենալ այն դեպքում, եթե մենք բոլորս լինենք ուժեղ ուսման մեջ, կամքի մեջ, հայրենասիրության մեջ, եկեք մեր սիրտը դարձնենք հայրենասիրություն, մեր խոսքը հետաքրքրություն, մեր ապագան վստահություն եւ ամեն օր հիշենք, հայ զինվորը մեզ է պաշտպանում, իսկ մենք նրան։ Ոնց պարոն նախարար։ Ոնց է Սերժան Հարությունյանը աղջուկապ է սիրահարված, աղջիկը Տելինեն է սիրում, ամուսնացողներին ասահա երեխեքը երջանիկ կլիների այմոտ։ Ոնց արա, էդ դու ես, էդ քո պատճառով աղջիկս այդքան լացում տանջում է։ Ինչ եք ասում, պարոն նախարար, ախր ոնց կարող եք ապել, դառնալ գեներալի տեսած։ Լավ, գեներալ, դե չարաշահ են պաշտոնս։ Ախր պարոն նախարար, ես գեներալ նավեգեն եմ, ախր տենց ոնց կլի է։ Լավ, կապիտան է չեմ տալիս, մի անգամից մայոր։ Ախր պարոն նախարար, ես գեներալ, հեսես նայով, ախր տենց ոնց կլի է։ Դե կյանքումը տենց ոչ եմ արել, հիմնական է։ Գեներալ Հարությունյանի, գտաս աղջիկը։
Նախարարս երես կողմը կամի, գեներալ մարդը, մի աղջիկն ինչ աղոչ կարանջար է։